Բարև Ինչի եք որոշել աջակցել Սամվել Կարապետյանին։ Որովհետև վստահ եմ, որ մեր երկիրը կառավարության ժամանակ կծաղկի, կբարգավաճի, Ավելի հզոր կդառնանք։ ու ամենակարևորը խաղաղ պայմաններում կվետանա մեր մանուկ երեխաները, մեր երիտասարդությունը։ Խաղաղությունը ավելի ապահով կլինի։ Ավելի հանգիստ կապրենք Հայաստանում։ Ես վստահում եմ իրան, չգիտեմ ինչի, բայց վախը կասվի ժողովրդի միջից։ Այո։ Ումից են վախենում։ Բաշե մարդիկ կան չեն ուզում որ ասեն, որ իրենք ում են ընտրում։ Դա արդեն հերիք է։ Ինչո՞վ եք պայմանավորում այդ բանը։ Չեմ կարող պատասխանել հարցին։ Փաշինյանը այսօր կնոջ հետ խոսալիս գորգորում էր իր վրա, օրինակ ձեզ համար վարչապետի նման կեցվածքը ինչի ման։ Դա նորմալ չի։ Ոչ, դա անընդունելի է։ Վարչապետը, եթե երկրի վարչապետն է, ղեկավարն է, պետք է իրա մի քիչ պատշաճ բայ։ Դա ղեկավարի կերպար չի։ Դա չգիտեմ, ես չեմ ուզում մի քիչ ավելի։ Ամեն դեպքում ես մեծ հավատ եւ հույս ունեմ, որ Սամվել Կարապետյանի վարչապետ լինելու ժամանակ երկիրը կծաղկի, կբարգավաճի, ամենակարևորը խաղաղություն կլինի երկրում։ Ու մեր մանրախսերու կմեծանա խաղաղ պայմաններում։ Մենք զինվորներ չենք կորչնի։ Ու Արցախը հետ կբերենք անպայման։ Ես հավատում եմ դրան։ Փաշինյանը ասում է հենց խոսում եք Արցախ վերադարձի մասին, վնասում եք խաղաղությունը։ Ես ընդհանրապես Նիկոլի մասին չեմ ուզում ոչ մի բառ ասեմ։ Ներողություն։ Մեկ րոպե ես կարել է։ Ինքը ուղղակի ժողովրդի մեջ վախը ուզում ներշնչի, եթե ես չլինեմ, պատերազմ կլինի։ Դա սուտ է։ Միգուցե ինքը որ լինի, սեպտեմբերին կասի, եթե ես մեր հայրենիքը չտամ կամ Սյունիքը չտամ, որովհետեւ եթե չտայ պատերազմ կլիներ։ Ինքը այդ ժողովրդից սպառնում է։ Դա շատ սխալ է։ Այսինքն դուք մտավախություններ ունեք Սյունիքի հանձնելու հետ։ Այո, եթե ինքը դառնա, այո, իհարկե ունեմ, որտեղ ինքը այդ ժողովրդին մանիպուլացնելով ուզում է իր աթոռը պահի։ Ես ճիշտ Ասում է սիրում եմ ժողովրդին, թոշակները։ Գիտեք ինչ, այդ թոշակները ես մի քիչ ավելի ասեմ։ Ինչ-որ բան ասել, մի բանը այլ բան անելը։ Պիտի մարդը ասես թոշակն է բարձրացնում, դա թոշակ չի, կներեք, բարձրացում չի, դա ընդրակաշարք է, թոշակի ձևով։ Ճիշտ է, մեկնաբան եք ավելի լավ, որ ժողովուրդն ավելի լավ հասկանա։ Ժողովրդի մեջ եթե ես չլինեմ, պատերազմ կլինի։ Վախ է ներշնչում, որ ժողովուրդը վախենա։ Խելացի, դատոք ժողովուրդը չի վախենա, կգնա առաջ, որ այս հայրենիքն էլ փրկենք։ Հետո սա էլ են կորցնում։ Ես վստահում եմ Սամվել Կարապետյանին, որտեղ ինքը բազում բարեգործական ծրագրեր է ներկայացնում, ինքը լիքը մարդկանց օգնել է, լիքը լավ բաներ արել։ Ես հավատում եմ իր վարչապետ լինելու ժամանակ Հայաստանը իրոք կծաղկի, կբարգավաճի, խաղաղությունը իրոք կթևածի հայոց երկրի վրա։ Համար 3